Ողջույն, Արմնյուզի եթերում հաջողության բանաձևն է։ Կրթությունը խիստ կարևոր եւ պատասխանատու ոլորտ է, իսկ դրա ղեկավարումը շատ ավելի դժվար եւ անհրաժեշտ գործ։ Կրթության կառավարիչներ այն մասնագետներն են, որոնք կրթական հաստատություններում զբաղեցնում են ղեկավար պաշտոններ։ Այս հաղորդման ընթացքում կբացահայտենք կրթության կառավարման մասնագետների աշխատանքն ու հաջողության բանաձևը։ Կրթությունը բարդ եւ բազմատար կառուցվածքով անընդհատ զարգացող գործընթաց է, որը ենթադրում է կրթական համակարգի որակական, պլանավորված, նպատակաուղղված փոփոխությունները կրթության որակի բարձրացման միտումով։ Հայաստանում կրթությունն ունի բազմադարյան պատմություն եւ ավանդույթներ։ Իր սկզբնավորման ժամանակներից հայ դպրոցը եղել է ժողովրդի քաղաքական եւ ազգային գոյատևման հենարանը եւ առաջընթացի գրավականը։ Հայաստանում կրթությունն ավանդաբար բարձր վարկանիշ է ունեցել։ Այսօր էլ պետական ու ազգային կարևորագույն խնդիր է համարվում կրթության համակարգի պահպանումը եւ զարգացումը, միջազգային ասպարեզում նրա մրցունակության ապահովումը։ Ժամանակակից աշխարհի զարգացման պայմաններում կրթության կառավարումը մեծ հետաքրքրություն եւ պահանջարկ ունի։ Գնալով մեծանում է այս ոլորտում մասնագետի անհրաժեշտությունը։ Կրթության կառավարում մասնագիտությունը շնորհիվ իր բազմազանության ամենահետաքրքիր մասնագիտություններից մեկն է, որն անհատին ընձեռում է մեծ հեռանկարներ, եւ բացի այդ այն եզակի մասնագիտություններից է, որը սերտ կապեր ունի տարբեր միջազգային կազմակերպությունների հետ։ Կրթության համակարգում կատարվող փոփոխությունները պետք է բխեն ժամանակի պահանջներից։ Այսօր կրթության համակարգն ունի այնպիսի մասնագետների կարիք, ովքեր ունեն նոր գաղափարներ եւ համապատասխան որակավորում։ Կրթության կառավարումն իհարկե նոր հասկացություն է կրթական ծառայությունների շուկայում, սակայն արդիական ու պահանջված է մեր երկրում։ Կառավարման խնդիրների լուծման ու մեթոդներին քաջատեղյակ կրթական ոլորտն ուսումնասիրող ու կարգավորող անձանց պատասխանատվությամբ է իրականացվում ցանկացած կրթական հաստատությունում կրթադաստիարակչական խնդիրների վերհանումն ու արմատական լուծումը։ Չիկագոյի Իլինոյսի պետական համալսարանում ամերիկագետի որակավորում ստացած անգլերեն լեզվի մասնագետ Մկրտիչ Ավագյանն իր աշխատանքային գործունեությունը սկսել է միջնակարգ դպրոցում, զուգահեռաբար աշխատելով նաև հեռուստատեսությունում որպես հաղորդավար մեկնաբան։ Փիլիսոփայական գիտությունների թեկնածու դոցենտը 2011 թվականից առ այսօր աշխատում է Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանում, կրթական բարեփոխումների եւ որակի վարչության պետն է։ 30 հոդվածների եւ 3 դասագրքերի հեղինակ է։ Հաջողության բանաձևի դիտակետում այս անգամ կրթության կառավարման մասնագիտությունն է, իսկ այդ մասնագիտությունը ձեզ համար կբացահայտենք մանկավարժական համալսարանի կրթության կառավարման ամբիոնի դասախոս պարոն Մկրտիչ Ավագյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Ավագյան, խոսենք մասնագիտության մասին։ Ինչով են զբաղվում կրթության կառավարման մասնագետները։ Բոլորս գիտենք այն մասնագիտությունների ցանկը, որ հաստատված է Հայաստանի Հանրապետությունում։ Այդ մասնագիտությունների ցանկում վերջին մի քանի տարին է, որ տեղ է գտել այնպիսի մասնագիտություն, ինչպիսին կրթության կառավարումն է։ Մասնագիտություն, որը Հայաստանի Հանրապետությունում երկար տարիներ արժևորված չի եղել, եւ միայն հիմա կարիք եւ անհրաժեշտություն առաջացավ ներմուծելու մնացած մասնագիտությունների կողքին կրթության կառավարումը։ Բնականաբար մասնագետների զբաղվածության դաշտը դա կրթության բոլոր հարթություններում, սկսած տարրական, հանրակրթական, ավագ դպրոցներում, միջին մասնագիտական կրթական հաստատություններում, բարձրագույն հաստատություններում, կրթական տարբեր կազմակերպություններում մասնագիտական գործունեության դրսևորումն է։ Գաղտնիք չէ, որ մինչ այժմ, ինչպես նաև այսօր, Հայաստանի Հանրապետությունում իմ նշած հարթություններում այս օղակները ղեկավարողներից եւ ոչ մեկը չունեն կրթության կառավարման մասնագետի որևէ կարգի աստիճան։ Նրանք կամ մանկավարժական կրթություն ունեն, կամ տարբեր կրթություններ ունեն եւ կյանքի բերումով երկար ժամանակ լինելով կրթական համակարգում դարձել են կրթական լիդերներ։ Մեր նպատակը հիմա փաստորեն այն է, որպեսզի փոխենք մոտեցումները եւ որպեսզի նմանօրինակ աշխատատեղերը իրենց զբաղվածությունը ունենան այնպիսի մարդկանց միջոցով, ովքեր ունեն համապատասխան տեսական եւ գործնական գիտելիքներ։
ինչ են սովորում նրանք այստեղ կառավարման ամբիոնում եւ ինչ պետք է իմանան, որպեսզի արդեն համարվեն մասնագետ։ Կրթության կառավարման մասնագետները ի տարբերություն կրթության մասնագետների, ովքեր դառնում են ուսուցիչ, եւ ի տարբերություն կառավարման մասնագետների, ովքեր դառնում են կառավարիչներ, իրենց ուսումնական պլանում ունեն մի քանի մոդուլներ, որոնք բավարարում են ընդհանրության մեջ կրթության կառավարման մասնագետի պատրաստմանը։ Այդ մոդուլներից առաջինը դա կրթության մոդուլն է, այսինքն առարկայախումբ, առարկայաբլոկ, որը բավարարում է նմանօրինակ ուսանողներին տեղեկացված լինել կրթական վերջին զարգացումներին։ Հաջորդ կրթական բլոկը դա կառավարման բլոկն է, այսինքն առարկաներ, որոնք միտված են ապագա կառավարչին տալու այն բոլոր անհրաժեշտ գիտելիքները, որոնք կարող են հիմք հանդիսանալ վաղը իր աշխատանքում կառավարման գործընթացները ճիշտ ղեկավարելու համար։ Երրորդ կրթաբլոկը դա առաջնորդության կրթաբլոկն է։ Ղեկավարը կամ վարչարարը անպայման պետք է ունենա նաև լիդերության հատկանիշներ։ Ուստի կարիք է զգացվել նաև այստեղ ներմուծել մի առարկայախումբ, որը ապահովում է, տալիս է, թե ինչպիսին պետք է լինի կրթության լիդերը։ Այս կրթության լիդերին անհրաժեշտ առարկաների շրջանակներում, իհարկե, մենք տալիս ենք նաև հոգեբանական առարկաներ, այն է կառավարման հոգեբանություն, մենք տալիս ենք հաղորդակցման տեսություն, մենք տալիս ենք կոնֆլիկտաբանություն եւ վերջապես վերջին բլոկը դա մեր ունեցած հետազոտական կրթաբլոկն է, որը եւս անչափ կարեւոր է կրթության կառավարիչների համար։ Եթե մենք փորձենք այս պահին ինքներս որևէ կրթական պլան մշակել, մենք կկարողանանք դա անել ձեր օգնությամբ, կրթական պլան մշակելը մենք կարող ենք ինչ որ մենք ասացինք, կարող ենք բերել այ ներկա կառավարումը ինչպիսին պետք է լինի։ Մենք պետք է իմանանք, ասեցինք, արտաքին, հա, արտաքին գործոնները, որոնք որ անհրաժեշտ են, հա, մենք պիտի իմանանք մեր ներքին բաղումները, հա, բաղումները, եւ պիտի հասկանանք, որ հաստորեն մենք այս ամենը, երբ որ որպես կրթության կառավարիչ անում ենք, պիտի կարողանանք տարբերակել մեզ համար կառավարել, հա, եւ վարչարարել հասկացությունները։ Կառավարել, այսինքն ֆորմալ եւ ոչ ֆորմալ, հա, մեր լիազորություններին տեր կանգնել ըստ օրենքների, կարգերի, հա, ուրեմն կառավարել, մեր կրթության կառավարիչը կառավարում է, վարչարար է, հա, եւ միևնույն ժամանակ ինքը գիտի կրթության ներկա տեսության հիմնական առանձնահատկությունները, որոնք են ուսուցումը, հա, ուսուցման տակ մենք հասկանում ենք այն գիտելիքը, կարողությունները, հմտությունները, որ տալիս է կրթական հաստատությունը, մենք հասկանում ենք դասյարակությունը, երբ մենք դասյարակում ենք, հա, մարդուն որպես նրա ծառայում ենք նրա սոցիալականացմանը եւ անհատականացմանը, ինչպես նաեւ նպաստում ենք նրա մասնագիտական կայունացմանը, կայունացում։ Ուրեմն մասնագիտական կայունացման տակ էլ հասկանում ենք այն բոլոր մասնագիտական կոմպետենցիաները, որոնք անհրաժեշտ են ցանկացած մասնագետի կամ ցանկացած մարդու աշխատաշուկայում վաղը իր տեղը ունենալու համար։ Հա? Ուրեմն տեսակ ստացվեց, որ կրթության կառավարիչը բավարար չէ նրան իմանալ սա, նրան անհրաժեշտ է նաև իմանալ սա։ Եվ այս երկուսի զուգակցությունն է միայն, որ կարողանում է մեզ տալ կրթության կառավարիչ մասնագետ, հա? Մենք յուրաքանչյուրս որպես մարդ ունենք մեր իդեաները։ Բնականաբար կառավարիչը եւս գալով հաստատություն, ստանձնելով դրա ղեկավարությունը, ունի իր իդեաները։ Ուստի մենք փորձում ենք այս արտաքինը զուգակցել մեր ներքին մղումների հետ։ Եվ ոչ թե տուրք տալ այն ամենին կամ հետևել այն ամենին, ինչ ընդունված է արտաքին աշխարհում, այլ բերել այդ արտաքին աշխարհինը համապատասխանեցնել մեր ազգային առանձնահատկություններին, այն ավանդույթներին կրթական, որոնք մենք ունենք, դրանից վերցնելով լավը, ինչպես նաև այնտեղ ներդնելով այն բոլոր իդեաները, գաղափարները, հույզերը, ցանկությունները, որ մենք ունենք եւ ուզում ենք դնել արդյունավետության բարձրացման եւ որակի տեսանկյունից։
Պարոն Ավագյան, իսկ եթե ուշադրություն դարձնենք միջազգային փորձին, առհասարակ տարբեր երկրներում ինչով են զբաղվում կրթության կառավարման մասնագետները, ինչ նմանություններ եւ տարբերություններ կան մեր մասնագետների հետ եւ ինչ միջազգային փորձ եք դուք ականատես եղել, որը որ կարող եք մեզ։ Սա այն բացառիկ մասնագիտություններից է, որը հնարավորություն է տալիս մասնագետին շարժի։ Մասնագետին ընդհանրապես թույլ է տալիս, որպեսզի մասնագետը կարողանա կրթության ոլորտում իր դրսևորումները, իր ներդրումը ունենալ մի քանի ուղղությունների վրա։ Կրթության կառավարման հետազոտականության ապահովման վրա, տեսության զարգացման վրա, պրակտիկ գործընթացներում ուսումնական գործընթացի կառավարման վրա, որակի ուրեմն ապահովման եւ կառավարման խնդիրների վրա, ինչպես նաեւ կարող է կրթական բարեփոխումների ոլորտում հանդես գալ որպես մասնագետ։ Եթե մի փոքր խոսենք մասնագիտական գաղտնիքների մասին, կրթության կառավարման մասնագետները ինչ մասնագիտական փոքրիկ գաղտնիքներ ունեն, որոնք որ դուք կարող եք մեզ համար բացահայտել այսօր։ Մասնագիտական գաղտնիքներ կրթության կառավարման դա բանալին է, որը որ իրենց ձեռքին ունեն կրթության ոլորտում։ Դա ավելի շատ այն արվեստն է, որը որ պիտի օժտված լինի կառավարիչը լավ պատկերացնելով կրթությունը։ Կրթության կառավարման մասնագետները մասնագիտական կրթություն ստանալուց հետո ինչ հաստատություններում կարող են աշխատել եւ ինչ դիրքեր կարող են զբաղեցնել։ Այն բոլոր մանկական կրթական հաստատություններում, որոնք կարող են լինել մանկապարտեզներ կամ նրանց համար ստեղծված ուսուցողական կենտրոններ եւ այլն, մեր մասնագետները կարող են մշակել շատ խելամիտ ծրագրեր, որոնցով նրանք կարող են առաջնորդվել։ Էլ չեմ ասում, որ կարող են ղեկավարել նման հաստատությունները, փորձելով հնարավորինս այստեղ բերել թարմը եւ լավը։ Հանրակրթական դպրոցի եւ տարրական դպրոցի շրջանակներում նորից կարող են անել համապատասխան ծրագրային ուսումնասիրություններ, ներմուծել նորը, կարող են ղեկավարել այս կազմակերպությունները։ Այսինքն դառնալ տնօրեն, եթե ավելի։ Կարող են դառնալ տնօրեն։ Կարող են բուհերում միջին եւ բարձր մակարդակի ուսումնական վարչություններում, բաժիններում իրականացնել ղեկավարում։ Բայց ամենակարևորը Հայաստանի Հանրապետությունում գործող կրթական տարբեր կազմակերպություններում, նաեւ միջազգային կրթական կազմակերպությունում կարող են ունենալ համապատասխան աշխատանք, որը անչափ կօգնի մեր նշած նախակրթական, ասենք մանկապարտեզ, դպրոց, բուհ կազմակերպություններին գեներացվելու այն ամեն նորով, այն ամեն լավով, որը որ գոյություն ունի կրթական համակարգում։ Եթե ցանկանում եք կրթության ոլորտում բարեփոխումներ կատարել, ապա ձեզ պետք է ընտրել կրթության կառավարման մասնագիտությունը։ Կրթության ոլորտի առաջնորդները վերլուծում են այն գործոնները, որոնք ազդում են կրթական քաղաքականության ձևավորման եւ իրականացման վրա։ Նրանք պետական եւ ոչ պետական ուսումնական հաստատությունների կրթական կառավարման օղակների ղեկավարներ են, խորհրդատուներ, փորձագետներ կամ վերլուծաբաններ։ Առաջնորդները պետք է տիրապետեն ոչ միայն մասնագիտական հմտությունների, ունենան լիդերական նկրտումներ, կատարեն հետազոտություններ կրթական ոլորտում, այլև օժտված լինեն տարբեր մարդկանց հետ շփման եզրեր գտնելու ունակությամբ։ Հենց առաջնորդների գործունեությունից է կախված կրթական ոլորտի վիճակը, իրականացված բարեփոխումների արդյունավետությունը եւ ծագած խնդիրների լուծումը։ Կրթության կառավարում մասնագիտությունը Հայկական պետական մանկավարժական համալսարանում սկսել է դասավանդվել 2013 թվականից։ Այս մասնագիտությունն ուսումնասիրող բոլոր ուսանողները գործնական ուսումնառության շրջան անցկացրել են Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում, Միդլսեքսի եւ Բաֆսպա համալսարաններում, ինչպես նաեւ Վրաստանի Իլիայի պետական համալսարանում։ Կրթության կառավարման առաջին մագիստրոսներին ավարտական վկայականներ հանձնեց Ամերիկայի Միացյալ Նահանգների հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանի, իսկ այժմ արդեն Սան Խոսեի համալսարանի ռեկտոր Մարի Փափազյանը։ Արուսյակ Հարությունյանը մանկավարժական համալսարանի կրթության կառավարման մասնագիտությամբ առաջին շրջանավարտներից է։ Աշխատում է որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամում որպես ուսանողության ձայն նախագծի համակարգող։ Ինչով է պայմանավորված ձեր ընտրությունը այս մասնագիտության մեջ։ Մանկավարժական համալսարանում սովորելու ժամանակ միշտ լինում է այնպիսի դեպքեր, երբ որ մենք առնչվում ենք կրթական ոլորտում տարբեր մարտահրավերների, երևի հենց դրանով էր պայմանավորված կրթության կառավարման մասնագիտություն ընտրելը, որպեսզի ավելի հեշտ լինի եւ ավելի հասկանալի լինի, թե այս մարտահրավերը որտեղից եկավ եւ ինչպես կարող ենք դրա հետ գործ ունենալ։
կպատմեք ուսման տարիներին ինչ հետաքրքիր ձևերով են անցել ձեր դասերը։ Հետաքրքիր էր մեր հենց իմ սովորելու տարիները, քանի որ մենք առաջին խումբն էինք, հա, առաջին ուսանողներն էինք, ովքեր սովորում էին կրթության կառավարում եւ դա մեզ հնարավորություն էր տալիս լինել շատ ազատ այն իմաստով, որ եթե ինչ-որ փոփոխություն էր մեզ պետք, մենք համարձակորեն ասում ենք մենք կարծում ենք, որ մեզ այս փոփոխությունը պետք է եւ եկեք դա ներդնենք մեր կրթական ծրագրում։ Հնարավորություն ենք ունեցել գնալ մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամ, այնտեղ ներդնել, հա, եւ վերցնել մեր գիտելիքները, արդյունքները։ Կրթության եւ գիտության նախարարությունում ենք պրակտիկա ունեցել, մանկավարժական համալսարանում, բացի այդ, լավագույն ուսանողները գնացել են Վրաստան եւ այնտեղ Իլիայի համալսարանում երկշաբաթյա պրակտիկա ենք ունեցել, որը կարծում եմ շատ հիշարժան էր։ Ուսումը ավարտելուց հետո կպատմեք ձեր ձեռքբերումների մասին։ Ձեռքբերումները ասեմ, որ եղել են ոչ միայն ավարտելուց հետո, այլև հենց ուսման տարիներին, երբ որ երկրորդ սեմեստրում, հա, ինձ առաջարկ եղավ մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնից հավատարմագրման գործընթացում լինել որպես փորձագետ, ուսանող փորձագետ եւ հենց այդտեղից սկսեց իմ մասնագիտական կարիերան։ Ես սկզբում ուսանող փորձագետ աշխատեցի, որը շատ հնարավորություն էր տալիս, հա, եւ ինձ եւ այլ ուսանողներին կիրառել այն գիտելիքները, որոնք մենք ստացել ենք մեր սովորելու տարիներին։ Այնուհետև հրավեր ստացա աշխատել հենց նույն կազմակերպությունում եւ այժմ էլ համակարգում եմ ծրագիր, որը կոչվում է ուսանողության ձայն։ Նպատակներից մեկը այն է, որ ուսանողները լինեն իրազեկված կրթության ոլորտում, իմանան իրենց իրավունքները եւ իմանան, թե ինչպես կարող են մարտահրավերների հետ աշխատել։ Բացի այդ, մենք պատրաստում ենք կրթության ոլորտի փորձագետներ, որոնք լինելու են մեր վաղվա դասախոսները, աշխատակիցները համալսարանների եւ ինչու՞ չէ դպրոցների։ Հետագայում ձեր պլանների մեջ կրթական ոլորտում ինչ բարեփոխումներ եք պատկերացնում։ Այն նախագիծը, որը ղեկավարում եմ, թույլ է տալիս բարեփոխումները ոչ թե հետագային թողնել, այլ հենց այսօր, հենց այս պահին այդ բարեփոխումները կատարել։ Պատկերացրեք ուսանող, որը տեղյակ չի, թե կրթության ոլորտում ինչպես է որակի ապահովում տեղի ունենում եւ դա ինչ է, սովորում է եւ գիտի թե արդեն խնդիր առաջանալու դեպքում, մարտահրավեր առաջանալու դեպքում ինչպես կարող է դրա հետ գործ ունենալ։ Լավ կառավարիչը, այդ թվում եւ կրթության, պետք է կարողանա առաջին հերթին լսել մարդկանց, հանդուրժել այլակարծություն, ապրումակցել դիմացինին։ Միայն այս կերպ է հնարավոր գրագետ կառավարել։ Կառավարումը երկուստեք գործընթաց է։ Մարդը պիտի կարողանա եւ կառավարել, եւ կառավարվել, գիտակցված կառավարվել։ Այդա Թոփուզյանն իր ողջ գիտակցական կյանքն անցկացրել է կրթական համակարգում։ Չնայած ժառանգականության դերն այստեղ մեծ է, մայրն ուսուցչուհի էր, իսկ հոր Լևոն Շանթի աշակերտ Տոնիկ Թոփուզյանի հորդորով որպես հիմնական մասնագիտություն ընտրել էր արևելագիտությունը, բայց կյանքը նրան բերեց դպրոց ու համալսարան, եւ խորհրդային տարիներին եւ անկախ Հայաստանում նա եղել է կրթության նախարարի տեղակալ, իսկ սերը ուսուցչության նկատմամբ նրա մեջ առկա էր դեռ մանուկ հասակից։ Աղոտ եմ հիշում, բայց մայրս ինձ պատմել է, որ մենք Բեյրութում մեծ պատշգամբ ունեինք, ես իմ ու եղբորս աթոռները շարում էի եւ գնում գալիս էի ու այդ աթոռների հետ խոսում էի, կարծես մարդիկ լինեին ու ինչ որ մտածում էի, բարձրաձայնում էի։ Դա 4-5 տարեկան հասակում է եղել։ Այսօր արդեն մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Այդա Թոփուզյանը ղեկավարման ու հասակակիցներին համախմբելու երկրորդ փորձն ունեցավ 9 տարեկանում։ Կանոնը ձեռքը վերցրեց, դասընկերներին հրահանգեց լռել ու կատարել ուսուցչի հանձնարարությունը։ Մեր դասղեկին հեռախոսի մոտ կանչեցին եւ մեր ամբողջ դասարանի տղաները հատկապես սկսեցին վազվզել նստարանների վրա եւ այլն։ Ես անկախ ինձնից գնացի կանգնեցի մեր դասղեկի սեղանի մոտ ու բոլորին հրավիրեցի կարգի, այսպես ասած։ Դասղեկը մտավ, զարմացավ, թե ես ինչ է պատահել։ Ու դրանից հետո մի շատ կարճ ժամանակ հետո ինձ ընտրեցին դասարանի ավագ ու այդպես գնաց 9 տարի։ Հայաստանի Հանրապետության պետական ու հասարակական գործիչ գիտնական Այդա Թոփուզյանը միարժեքորեն լիդեր է։
եւ այդ են վկայում նրա ղեկավարման հմտություններն ու գործունեության տարիները, գործընկերների սերն ու վստահությունը։ Ես լիդեր եմ այն իմաստով, որ ես կարող եմ մարդկանց համոզել, կարող եմ մարդկանց համախոհ դարձնել, կարող եմ մարդկանց իմ ետևից տանել։ Այդ բոլորը իհարկե ցանկացած լիդերի հատկություններ են, բայց լիդերը նաև պիտի նախ սեփական կարծիք ունենա եւ սեփական կարծիք ունենա ցանկացած հարցի վերաբերյալ, որտեղ եթե լիդեր ես, դու պարտավոր ես գոնե քո կարծիքը իմանալ եւ անվախ արտահայտել։ Առաջին հայացքից խստաբարող, խստապահանջ թվացող Տիկին Թոփուզյանը կոչումով մանկավարժ է եւ գտնում է, որ յուրաքանչյուրը պարտք ունի դպրոցի եւ ուսուցչի նկատմամբ։ Մանկավարժությունը դա նախ կոչում է եւ հետո դու կարող ես շատ բան սովորել, ինքնակրթությամբ զբաղվել, կատարելագործման մասին անընդհատ ու շարունակաբար մտածել։ Հասարակությունը պետք է ուսուցչի նկատմամբ հատուկ ակնածանք ունենա եւ հասարակությունը պարտք է ուսուցչին, որտեւ այնինչ ընտանիքը չի կարողանում անել, այդ նույն ուսուցիչն ու դպրոցն է անում։ Եվ դպրոցը պարադոքսալ բան է, մի կողմից դպրոցը շատ ուշ է փոխվում եւ չի սիրում հեղափոխական վայրիվերումներ, բայց մյուս կողմից այդ նույն դպրոցն է փոխում հասարակությունը։ Մանկավարժական համալսարանի մասնագիտական կրթության ու կիրառական մանկավարժության ամբիոնի վարիչը չափազանց խստապահանջ է նախ իր, ապա միայն ուսանողների ու գործընկերների կատարած աշխատանքի նկատմամբ։ Նա վստահ է, առաջացած խնդիրները պատվով հաղթահարելն ու գերազանց արդյունքի հասնելը հետևողականություն ու որոշակի խստություն են պահանջում։ Իմ ուսանողները գտնում են, որ ես խիստ եմ, բայց երբ որ իրենք հասկանում են, որ այդ խստությունը նաև ես իմ նկատմամբ ունեն, իրենք շատ հանդուրժող են եւ իրենք հասկանում ու կարծես թե հետևում են այդ վերաբերմունքին։ Այդա Թոփուզյանը ողջ կյանքն ու ներուժը նվիրելով կրթության ոլորտին ժպիտով է հիշում մասնագիտական ճանապարհի ցանկացած փուլ։ Ամեն շրջան ուներ իր հետաքրությունները եւ ամեն շրջանում դու որոշակի տարիքի ես լինում։ Տարիքից ելնելով հետաքրություններն են տարբեր, գործի իմացության առումով խորությունը, բազմա ասպեկտությունն ես հասկանում, բայց բոլոր դեպքերում ես բոլոր շրջանները երանությամբ եմ հիշում եւ շատ սիրով հիշում եմ այն տարիները, երբ հանրակրթությունն է ղեկավարում եւ սովետական շրջանում եւ անկախության տարիներին։ Կրթության ոլորտում ղեկավարելն ու երիտասարդների հետ ամեն օր շփվելը ամենամեծ պարգևն է Այդա Թոփուզյանի համար։ Նա վստահ է, ինքն այնտեղ է, որտեղ պետք է լիներ եւ ճակատագրից ավելի լավ նվեր ակնկալել չէր կարող։ Ես սիրով եմ անում իմ գործը, իսկ մարդը երջանիկ է այն ժամանակ, երբ լավ ընտանիք ունի եւ լավ աշխատանք ունի, լավ աշխատանք իր սիրած աշխատանքը ասելով։ Ես հաճույք եմ ստանում իմ աշխատանքից, ես չեմ հոգնում իմ աշխատանքի մեջ։ Իսկ դա ամեն մեկին չի վիճակված, ճակատագիրը բոլորիս նկատմամբ այդպես շռայլ չի լինում։ Այդ իմաստով ես իմ ճակատագրից շատ գոհ եմ եւ շատ պարտական եմ բոլոր այն մարդկանց իմ ուսուցիչներին եւ իմ դասղեկին հատկապես, որ ինձ հայերեն սովորեցրեց, բոլոր այն մարդկանց, ում հետ աշխատել եմ, ովքեր այդ ժամանակ, ասենք, ղեկավարել են կրթության բնագավառը, որովհետեւ հնարավորություն են տվել, որ դու քո գիտելիքները, հմտությունները բավարարես եւ դրսևորես, այսինքն ինքնադրսևորվելու պայմաններ են ստեղծել։ Վայրիվերումներն ու խոչընդոտները չպետք է կանգնեցնեն մարդուն, վստահ է Տիկին Թոփուզյանը։ Ցանկացած պարագայում մարդ պետք է առաջ շարժվի ու չկաղապարվի։ Միայն այդ դեպքում նրան բախտ կվիճակվի ճաշակել հաջողության բերկրանքը, իսկ հաջողությունն ըստ նրա հենց սիրած աշխատանքով զբաղվելն է։ Աշխատանքն է։ Հավատացեք, որ մարդու աշխատանքը երբեք չի կորչում։ Եվ միշտ կգտնվեն մարդիկ, որոնք այսօրվա կամ առաջվա քո աշխատանքը կգնահատեն։ Այս այդպես եմ հայտնվել Հայկական պետական մանկավարժական համալսարանում։ Կրթության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համար հենց այսպես պետք է կատարեք մասնագիտական ճիշտ ընտրություն։ Յուրաքանչյուրս ունենք հաջողության մեր բանաձևը, բայց յուրաքանչյուր բանաձևի հիմքում ընկած է կամքն ու աշխատասիրությունը։
Հաջողության բանաձևի բոլոր հաղորդումները կարող եք դիտել դասարանային կայքում եւ մեր Facebook-յան պաշտոնական էջում։ Կհանդիպենք հաջորդ եթերաշրջանում։